Ողջույն սիրելիներս, եկեք այսօր միասին վրացական խոհանոցի համեղագույն ուտեստներից մեկը պատրաստենք օստրի, որի համար մեզ հարկավոր է վերցնել տավարի, խոզի կամ գառի փափկամիս։ Ես վերցրել եմ տավարի փափկամիս եւ կտրատել ինչպես հոլովակում է ցուցադրված։ Երբ մեր մսի կտորները արդեն կտրատված են, թավայի մեջ լցնում ենք բուսայուղ եւ մեր միսը տեղափոխում թավայի մեջ։ Վրայից ավելացնում ենք մի փոքր կտոր կարագ։ Պարբերաբար խառնելով միսը տապակում ենք։ Մինչ մեր միսը կտապակվի, մենք կտրատում ենք սոխը, 2-3 գլուխ սոխը կիսալուսնաձև կտրատում ենք եւ ավելացնում ենք մսին։ Միսն ահա այսպես արդեն բավականին տապակվել է։ Պարբերաբար խառնելով կրկին տապակում ենք մինչև սոխը նույնպես գեղեցիկ կտապակվի։ Ընթացքում ավելացնում ենք համեմունքները։ Մեզ հարկավոր կլինի սխտոր, ինձ մոտ սխտորի փոշի է, բայց դուք կարող եք թարմ սխտոր ավելացնել։ Կարմիր պղպեղ, սև պղպեղ, ուծ կոսունելի ենք ավելացնում եւ ամենակարևորը ապխտած կարմիր պղպեղ ենք ավելացնում, դա էլ ավելի համեղ է դարձնելու մեր ուտեստը։ Ավելացնում ենք 3-4 ճաշի գթալ տոմատի մածուկ, խառնում ենք եւ ավելացնում ենք մի փոքր եռացրած ջուր։ Մեր ուտեստը պետք է շատ ջրիկ չլինի, բավականին խիտ ուտեստ ենք ստանում։ Ինչպես հոլովակում է ցուցադրված, մինչ մեր ուտեստը եփվում է, ես քերիչով անցկացրեցի 2-3 թթու վարունգ եւ իհարկե կծու պղպեղ։ Ավելացնում եմ մեր արդեն պատրաստի ուտեստին եւ մի փոքր պետք է թողնենք եփվի։ Ես մի փոքր էլ կծու պղպեղ կրկին ավելացրեցի եւ մեր ուտեստը պատրաստ է, որպեսզի մատուցումը շատ գեղեցիկ լինի եւ ախորժելի։ Կավե ամանը կարող եք նախապես ջեռոցում տաքացնել կամ ուտեստը տեղափոխում ենք մի քանի րոպե ջեռոցը, որպեսզի տաք մատուցենք։ Կտրատում ենք խառը կանաչի եւ մատուցում ինչպես կցանկանաք։ Ես ահա այսպես մատուցեցի, հուսով եմ հոլովակը կհավանեք եւ բաղադրատոմսը նույնպես։ Կլինեն հարցեր, գրեք, սիրով կպատասխանեմ։ Իսկ եթե հավանել եք հոլովակը, խնդրում եմ թողեք մեկնաբանություն։